Չէ, նկարահանվելուց մենք չենք կաշկանդվում։ Բոլոր վերադասավորումները թարթիչով, ամեն ինչ կատարվում է թարթիչով։ Փոստգծի վրա շրջադարձ չենք կատարել։ 71-770 քանում եք երկրորդ շարքից դուրս բերեք մեքենան։ Մի բառով բացատրելի չէ։ Բազմաֆունկցիոնալ ծառայություն է, ոնց կարաս մի բառով բացատրես։ Ես Երևան քաղաքի գնդի 4 բարեկային գումարտակի, 2 բարեկային վաշտի, ոստիկանության կապիտան, Պարեկ, Ռաֆայել Ղարիբյանն եմ, ավարտեցի ծառայությունը իմ գործընկերոջ պարոն Բադալյանի հետ։ Ես բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4 գումարտակի 2-րդ վաշտի Պարեկ, ոստիկանության լեյտենանտ Արմեն Արարատի Բադալյանն եմ։ Քանում եք երկրորդ շարքից։ Դժվարությունը հիմնականը ծանրաբեռնված ծառայությունն է, բարեկային ծառայությունը, որովհետև համ ճանապարհային երթևեկության կարգն է ապահովում, համ հասարակական անվտանգությունն է ապահովում, ինքը արտաքին ծառայությունն է հիմնականը, միշտ տենց միշտ ինտենսիվ երթևեկություն, անընդհատ 24 ժամ այդպես ինտենսիվ երթևեկություն է։ Միշտ ծանրաբեռնված, ավելի կարելի ասած միշտ լարված։ Հիմնականը քաղաքացիների մեծ մասը դրական կարծիք է ձևավորվել այս բարեկային ծառայության ձևավորման հետ կապված, այդ խցանումների կարգավորումը, վթարներին շուտ արձագանքում։ Նայեք, ինքը բարեկային ծառայությունը որպես շատ հագեցած ծառայություն է, ամեն ինչով գեր ծանրաբեռնված, մանավանդ Երևանի ծառայության մասին է խոսքը։ Հիմա տուգանքների հետ կապված շատ մատչելի է դրա։ Հիմնականը շեշտը դնում ենք հետիոտը ոչ սահմանված տեղով անցնել։ Վթարների մեծ մասը հետիոտը ոչ սահմանված վայրով անցնելու վարորդները արգելակում են, մեկը մեկին բախվում են արդեն ու մարդկանց կյանքերին վտանգ է սպառնում։ Վրաերթի մեծ մասը հետիոտը ոչ սահմանված վայրում անցնելու խնդիրն է։ Հիմնական շեշտը դրված է հետիոտը ոչ սահմանված տեղով անցնելը, որ զգացվածքենք, դիտողություն ենք անում, արձանագրություն ենք կազմում։ Նայեք, հիմա տվյալ տրանսպորտային միջոցը երկրորդ շարքա կանգն է ու խցանում է ստեղծել, հեսա մենք կմոտենանք այդ վարորդին։ Շրջանցի, Volkswagen, Range-ի շրջանցի։ Այս աստեղ երկրորդ շարք կայանած մեքենա կա, խցանում է ստեղծվել, մոտենանք ու հասկանանք, տենանք ինչա իր մեքենան երկրորդ շարքում կայանված։ Վախենալ։ Չէ, չի խիպտի վախենալ։ Կարող է ինչ-որ տեղ։ Կարող խախտումից ինչ-որ խուսափեն, վախենալը չէ, ինչի համար պետք է վախենալ։ Բարեկային ծառայությունը ինքը շատ հետաքրքիր ծառայություն է։ Ու հագեցված է։ Ու հագեցված է ու ինքը շատ հետաքրքիր է անցնում։ Ամեն ինչ տենում ես դու, ամեն ինչ ու մանավանդ որ նոր ծառայողներ են գալի, իրանց համար էլ է հետաքրքիր այդ ամեն ինչը, հետո տենում են արդեն, իրանց էլ է հետաքրքիր թե մարդկանց օգնելը, թե տվյալ պայքարում առօրյա գործողություն, ամեն ինչ ինքը հետաքրքիր է անցնում։ Միանշանակ խորհուրդ ենք տալի, թող բոլորն էլ սերը կապ չունի, թող գնան, դիմեն Կամ մեր շարքերը համալրեն։ Կան բարեկային ծառայության շարքերը համալրեն։ Ինչքան երիտասարդ, այնքան լավ։ Աղջիկներ էլ ունենք, շատ լավ ծառայողներ են, շատ լավ դրսևորում են իրենց ծառայության մեջ, որ շատ ինտենսիվ երթևեկություն անեն, միշտ բարեկային ծառայողը այդ թևը, այդ կողմը աշխատում է միշտ բեռնաթափի ենքան, որ խցանումը էլ ավելի չծանրանա։ Տեսակ ասենք։ Գործընկերներն են չենք բարևում, թե չէ։ Չէ, չէ, մեր գործընկերներ են, բայց իրանք գվարդիայի անձնակազմն են։ Իրենք չեք շփվում։ Չէ, շփվում ենք, բայց ինչ ենք անում, քիչ ենք շփվում։
բոլորիդ շփվում ենք։ Պետք է նենց հասցնես ծառայությունը, որ քաղաքացին իրոք վստահի բարեկային ծառայողին, ոստիկանին, ծառայողի հետ համագործակցի։ Հիմնական թմրանյութի բացահայտումները քաղաքացիների հետ համագործակցությունը իր արդյունքն է տալիս։ Թմրանյութերի իրացման դեպքեր ենք բացահայտում, քաղաքացիները օգնում են։ Փորձը ցույց է տվել, տենց լուսադեմին, գիշերը, այդ ժամերին են միշտ բռնվել նմանատիպ թմրամոլները։ Ամեն տարածքից էլ հայտնաբերվել են, հենց տարածքը հիմնական կապ չունի։ Մեր փորձը ցույց է տվել, որ բոլոր տեղերն էլ հայտնաբերվել են։ Արդեն դե շատի քչի խնդիր կա։ Կարա շատ ու քիչ լինի, բայց որ ընդհանրապես չկա, դա բացառենք, բայց բավականին նվազել է։ Բավականին քաղաքացիներ բարեկային ծառայությանը շատ լավ է վերաբերվում, այն դեմի վերաբերմունքը ու հիմա տարբերությունը միանգամից զգում ես։ Ճիշտ է, դե բնական է, բարեկային ծառայությունների իր թերություններն ա ունեցել։ Նայեք, տվյալ վարորդը ամրագոտուց չի օգտվել։ Բարև ձեզ, ինչի չեք ամրակապում, հարգելի վարորդ ջան, ամրակապեք գնացեք։ Ամրապեսակ մարդը անկեղծ զղջում է, մտքերով ընկած մարդը այդ մենք ես կուշացրեցինք, ասեցինք ամրակապվի։ Առանց խախտում կարելի ասած չենք կանգնացնում տրանսպորտային միջոցը, բայց իր երթևեկության ձևից, կարա անկանոն ինքը երթևեկի, եղել է շատ բազմաթիվ դեպքեր, որ ինքը չի էլ նկատել, որ ինքը անկանոն է երթևեկում։ Տվյալ բան իրան թվում է, որ ինքը խախտում չի անում, բայց անկանոն է երթևեկում։ Շարքերի վերադասավորում առանց թարքի չա կատարում։ Ասեմ ձեզ, ոչ թա վարորդները հիմնական այնպես խախտումներ են անում, որ ինքը չի պատկերացնում, որ դա խախտում է։ Տվյալ բան։ Բայց առանց խախտում ոչ մեկի չեն կանգնացրել տվյալ բան։ Եթե խախտում չկա, ուրեմն ինքը անկանոն է երթևեկել։ Տուգանելը ինքը քաղաքացուն արդեն վարորդին զգացացնում է, որ ինքը խախտում չկատարի։ Մանավանդ բալային համակարգերը արդեն զգացացնող է։ Հիմնականը մարդկանց մոտ կարծիք է ձևավորվել, ասում է տուգանեք, բայց բալ չանեք, բայց այդ բալային համակարգն իր արդյունքն է տալիս։ Հիմնականը դրական արդյունք է բերում, որ վարորդները խախտումները հնարավորինս քիչ են կատարում։ Նենց ենք անում, որ վստահ են, նենց ենք մատուցում տվյալ իր արարքը կամ չգիտեմ ինչ միջավայրում կլինի, նենց ենք անում, որ վստահ են, ավելի շատ լսեն մեր խորհուրդները, մեր հորդորները, որ ասում ենք տվյալ բան երթևեկությունը, ասենք թե X մասը փակ է, ուրեմն փակ է, չհակաճառեն։ Դա ինչ որտեղ էլ իրանց անվտանգության համար է, ինչ որտեղ դա ծանրաբեռնված է, պետք չի տեղով երթևեկել, ու տես նմանատիպ լիքը բաներ։ Դե կան դեպքեր, որ մի քիչ անհամաձայնություն ա լինում, բայց հիմնականը արդեն բավականին մարդկանց վստահությունը բարձրացել է բավականին։ Բնական է, կարող մի քիչ մեր հարգելի քաղաքացիները վրդով են մի քիչ այդպես ուրիշ բաներ հարցնեն, բայց նորմալ բաների մասին է խոսքը, ինչ էլ հարցրել են, անպատասխան ոչ մի քաղաքացու հարցրած հարցը բարեկին ուղղված, ոչ մեկն էլ անպատասխան չի մնացել։ Հիմնականում ուժեղացված ծառայության ժամանակ 71-771 երկրորդ շարքից դուրս բերեք մեքենան։ Հիմնականը ուժեղացված ծառայության ժամանակ կանգնացնում են, ներկայանում են, որ ուժեղացված ծառայության ստուգումներ են իրականացնում։ Այդ ստուգումների արդյունքում հիմնականը հանցագործունեություն է բացահայտվում, հայլիների գողություն է բացահայտվում, թմրանյութի դեպքեր է բացահայտվում այդ ստուգումների արդյունքում։ Ինչը իրանով դրական բան է, ինտենսիվ արդեն մարդիկ աշխատանքից դուրս են գալիս, այդ ժամանակ արդեն երթևեկությունը ծանրանում է։ Այդ ժամանակ մենք փորձում ենք երթևեկության կարգավորման վրա շեշտը դնենք, հիմնականը խախտումներին փորձում ենք ուշադրություն չդարձնել, որովհետև երթևեկությունը ավելի կարևոր է, թեթևանա մարդիկ աշխատանքից հոգնած շուտ հասնեն տուն։ Ձայնը ինքը դիմացի հատվածից է դուրս գալիս։ Քամիների ժամանակ արդեն ինքը ձայնը տարածում է, ինքը մի քիչ քամի շփումը արդեն հավատացեք լսելի է։ Պոստը ուղղակի այդ բանին երևի դուք մենակ մտածում եք ինչ արեցի, որ կանգնացնում են։ Վարորդի պատուհանները փակ է լինում, ընդհանրապես կարա չլսի։ Ասենք այս երկու մեքենա այս կողմ չի լսում, բայց որ կանգնում ենք հետևը կիպ, օրինակ այս դիրքով
90% պետքա որ լսի, այսենց դիրքով պետքա որ լսի։ Հիմնականը աշխատում ենք, ասենք այսենց կողը մոտենանք, ասենք առաջացեք աջ մասում կանգնեք, մի հատ բարձրախոսով ասենք, որ լսելի լինի ավելի շատ։ Ամրագոտին գցած եմ եղել, կամ հեռախոսով չեմ խոսացել։ Բոլորը հետ էլ պատահում է։ Մարդը օրինակ տեղի շարժման մտքերով մի բան ամրագոտի մոռացած է լինում կապել։ Դա հասկանում ես արդեն մարդը անկեղծ եթե զղջում է, ավելի լավ է այդ մարդու մեկ անգամ դիտողությամբ սահմանափակվես, քան արձանագրություն կազմես։ Մարդիկ դրանով արդեն կարծիքը բարեկային ծառայության մասին ավելի է բարձրանում։ Հիշում ես դու տես մատ հետաքրքիր բան, մարդկանց հետաքրքիր բան պատմի։ Ամեն օր այդպես հետաքրքիր բան կարա լինի։ Ամեն օր, այդպես որ ասեմ տպավորիչ բան, ամեն օրն էլ տպավորիչ է այս ծառայության մեջ, որովհետև էլի եմ շեշտում, ինքը շատ հետաքրքիր ծառայություն է ու հագեցած ծառայություն է։ Դու կոպիտ ասած հայավարի ասած մի րոպե պարապ ժամանակ չունես։ Եթե պարապեղար, երթևեկություն ես կարգավորում։ Տենց ազատ չես լինում, էլի, դրա մեջ շատ է հետաքրքիր անցնում։ Ինքնըստինքյան ցանկացած մարդու հետ շփումը, ցանկացած մարդու հետ ես իմ թեկուզ իրավախախտում բացատրել է, այն որ մարդուն դու կարողանում ես բացատրես իր իրավախախտումը, մարդը ընդունում է դա, ու ասում է շնորհակալություն, մերսի, հաջողություն ձեզ, էդի տվյալ բան ծառայողի համար դա հաղթանակ է։ Իմ կարծիքով, եթե ինքը կարող է մարդին տվյալ բան այդ քաղաքացուն կամ վարորդին ինքը ճիշտ մատուցի ինչ իրավախախտում է կատարել, ուրեմն դա ցանկացած ծառայողի համար ինչ որ հաղթանակ է դեպի մի քայլ առաջ։ Դե գիշերային ժամերին այտենց ծանրաբեռնված չես։ Գիշերայինը ավելի հեշտ է, Ավելի թեթև է։ ու ավելի ով երթևեկությունը ասենց ծանրաբեռնված չի, ավելի թեթև է։ Գիշերվա ծառայություն։ Գիշերը հիմնական շեշտադրումը դնում ենք հանցագործության բացահայտումների հետ կապված, դոյց թափ երթևեկելու հետ կապված, շատ կոպիտ խախտումների հետ կապված։ Առավոտվա եւ երեկոյան ժամերին հիմնականը մարդիկ բոլորը գալիս են աշխատանքի, այդ 8-ից բոլորը գալիս են աշխատանքի, այդ ժամերին է ծանր լինում երթևեկությունը, մեկ էլ երեկոյան ժամերին, որ հիմնականը մարդիկ աշխատանքից փորձում են գնալ տուն։ Առավոտվա ժամերը վերցնենք, ասենք ստադիոնը բարեկային կարգախումբը կանգնած է, որ ինտենսիվ երթևեկությունը թեթևացնի, ճիշտ է։ Ու դե տեսնում ես, կարմիր ատված տվյալ բային կա բարեկային ծառայողը ճիշտ է, թե որ տվյալ բային կարմիր չթողի, որ մեքենաները եթան, սիգնալ ազդանշան տալ, դա սխալ բան։ Կամ լուսացույցը բաց է լինում կանաչ, բայց խաչմերուկը, որ վարորդները առաջ կան, խաչմերուկը տվյալ բային ինքը օրենքն էլ է թույլ տալի։ Տեսեք, ընդ մենք նկատեցինք վարորդը հոծգծով շրջադարձ կատարեց։ Մոտենանք վարորդին, համապատասխան արձանագրությունը կազմենք։ Ուշադիր։ Սպասի։ 37 կանգնում եք աջ հատվածում։ Ես լսեցի չէր։ Թափության զննություն անցնենք։ Սթափության զննություն։ Բարև ձեզ, բարեկային ծառայությունից Ղարիբան, էսի վերցրեք, բարեք ձեր մոտ, Հայաստանի քաղաքացի եք համար։ Այո։ Մենք չեք նմանատիպ կոպիտ խախտում թույլ տալի։ Մի քիչ վարվազում ենք պրոստը դրա համար։ Արտաշնչում եք ենքան, միջև ասեմ վերջ, լավ։ Հանգիստ արտաշնչեք, պետք չի շտապել, ես ավարտել ասեմ։ Շարունակի, վերջ։ Անեք էսի։ Սթափեք, հարգելի վարորդ ջան։ Ակնհայտ արել է, էլի մարդը խախտումը, ու գիտի էլ, որ չի կարելի նմանատիպ խախտումներ անելը։ Ֆենոմենալ հիշողությունը կա։ Տեսողությունը բա։ Տեսողությունը միանշանակ կա, բայց հիշողությունը ամենալավը։ Եթե խորանում ես մի բանի մեջ, вообще անձը, եթե գիտի ես իր աշխատանքն է, բնականաբար նենց ես անում, որ դուք աշխատանքի մեջ բավականին ինչքան հնարավոր է քեզ մաչելի հարմարավետ զգաս։ Ու պետք է ամեն ինչ անես, որ դու համ քշես, համ իրավախախտում տենաս, մոտենաս, համ անվտանգ երթևեկես, համ ետևես բոլորի անվտանգությանը։
եթերով մարդկանց հորդորենք, մարդիկ իմանան ճիշտը անկեղծ, թե մեր ծառայության բնույթը ինչով է կայանում հիմնականը, ինչով ենք զբաղվում մենք ամեն օր, ոնց է անցնում ծառայությունը, թեկուզ երիտասարդ անձին, որ տեսնեն, ինչ-որ տեղ հավանեն, սահմանված արագությունը որտեղ տրված է, այդ բացառություններ, որ դա մարդու կյանքի հետ կապված վտանգ է սպառնում, ահազանգ ես մոտենում, որ մի վայրկյան շուտ պետք է մոտենաս, արդեն դա ուրիշ է, մարդը իր մեջ մտածում է, գիտեք, ես 3 բաժակ ով եմ խմել, ինձ թույլատրվում է, բայց հոպ, բակային ծառայողի հանդիպելիս սարքից օգտվում է, մեկ է պարզվում է, որ ինքը հետ չէ 3 բաժակ չի օգտագործել։ Բազմաթիվ արձանագրություններ են կազմել այսօր, երթևեկությունն էլ են կարգավորել, էլ ինչ են կարել, վթարել ենք սպասարկել, ինչ են ուտում բարեկները, ծաղելի, ինչ է, լիքը, լեննականց են կարդացրի, ասել է անեկդոտ պատմեմ, ճանապարհ եք գնանք, մենակ չտուգանել։ Եվ Դե պատմել է, բայց տուգանել ենք։ Մենք վթարի մեջ մեղավոր անմեղ չենք ճանաչ։ Մենք տվյալ պահին կարանք օրինակ ասենք, այս մի բանը ճանապարհային երթևեկության կանոններով կարելի է կամ չի կարելի։ Մենք էդի կարանք ասենք։ Էդի իրավունք ունենք ասենք, բայց ով է մեղավոր, ով է սխալ, էդի մենք չենք որոշում։ Մենք տվյալ պահին մոտենում ենք վթարի, տենում ենք մեքենաների դիրքը, հասկանում ենք մեղավորություն ընդունող կողմ կա թե ոչ ու մնացած գործողությունը անում ենք։ Այսինքն ինչից է հրաժարվում։ Օրինակ փաստաթղթեր տրամադրելուց, փաստաթուղթ չտրամադրելը դա արդեն իսկ օրինական պահանջ չկատարել է համարվում։ Օրինական պահանջը դա ոստիկանի, եթե ասում է բարև ձեզ ներկայանում է պատշաճ կարգով զգուշացնող խոսակցությունը տեսաձայնագրվում է ներկայացնում է տվյալ բանին ինչի համար է կանգնացրել վարորդին ու դրանից հետո եթե նա փաստաթուղթ չի ներկայացնում, դա դիտվում է որպես ոստիկանի օրինական պահանջ չկատարել։ Ու տվյալ բանին ոստիկանության ծառայողը իրավունք ունի համաչափ ֆիզիկական ուժ կիրառի տվյալ քաղաքացու նկատմամբ, այսինքն կլինի դա բերման տվյալ բանին ոնց կստացվի։ Եկեք անցեք։ Դեպի մարդիկ գիտակցեն, որ դա սխալ է ու չանեն, ոչ թե իմանան սխալ է ու անեն։ Ու հիմնականը նոր խախտումները, որ ասեցինք, հիմնականը շեշտը դրած է նմանատիպ խախտումներում, մի տեսեք, հեռախոսով կլանված հեռախոսի մեջ է։ Բնական է, որ կարա նաև վթար առաջանա, Աստված ոչանի, կարա նաև վրաերթ առաջանա, ինչու ոչ։ Նմանատիպ խախտումներ պետք է թեկուզ ծխախոտը մարդիկ այդպես մտածում են, ասում են, դե ինչ եմ արել, որ ինչ եք գրում դրա համար, ինչ եմ արել, որ հեռախոսով եմ խոսացել, բայց ինքը իրանով շատ մեծ կոպիտ խախտում է պարունակում։ Էլի եմ ասում, կարող ինքը գումարայինով ցածր լինի, տուգանային միավորով ցածր լինի, բայց ինքը որպես խախտում շատ կոպիտ խախտում է համարվում։ Նույնը հետիոտային անցումով տրանսպորտային միջոցով խոչընդոտում է հետիոտային անցումով անցնելիս, թե կարգավորվող անցումով անցնելիս, թե չկարգավորվող անցումով անցնելիս։ Մեր գերխնդիրը կայանում է նրանում, որ տվյալ պահին քաղաքացուն ամեն ինչը բացատրենք մաքսիմալ մատչելի ձևով, որ քաղաքացու հետ ոչ մի խնդիր չլինի։ Մոտեցել են մեքենայի հետ կապված խնդիր չեն կարծել, մեքենան խափանված է եղել կամ վառելիքի վերջանալու վառելիքի խնդիր այլ է, հոսանքի խնդիր այլ է, քաղաքացու մեր մեքենայի վաճառել ենք, տեղափոխել ենք մոտակա։ Ունենց են կարել որ տվյալ պահին ինչ որ կարեցել ենք օգնենք մեր իրավասության շրջանակներում, մեր հնարավորությունների սահմաններում։ Թե մի պետք է այլ է տվյալ քաղաքացուն տեղափոխենք, ասենք, էսի ակետից բեկետը, որ ինչ-որ օգնենք այդպես մեքենան սարքեն, կամ եսի լիցքավորելու հետ կապված վառելիքն վերջացել։ Պետք է լավ գրագետ լինի, որ հնարավորինս լավ կարողանա մարդուն մատուցի իր կատարած իրավախախտումը, որ մարդն էլ իմանա, որ կատարել է իրավախախտում, այդ տվյալ պահին վարչական վարույթ իրականացնող մարմինը նորմալ կարող է բացատրի ինչ խախտում է կատարել։ Խորհուրդ կտանք խախտումներ չկատարեն, լսեն բարեկային ծառայության օրդորներին, կարգավորումների ժամանակ ուշադիր նայեն տվյալ պահին խաչմերուկում կանգնած բարեկային ծառայողին, չնայեն ուրիշ բանին, չմտնեն հեռախոսների մեջ,